ուշադրություն արել, մեզի լուսավորել ա, որ մենք այսօր պաշտում ենք միասուն, որ այդ Աստվածը մեզ ուզում ա կյանք տալ էլ ավելի, դրա համար ասենք փառք Տիրոջ։ Մենք այդ արժանիքները անկեղծ ասած ես իմ վրա կարամ ասեմ, ես այս արժանիքը չունեի, բայց Աստծո սերն ու մեծությունը ողորմությունը այնքան մեծ է, որ մեզ արժանիք է տվել իրեն որդի լինելու, իրեն դուստր լինելու, դրա համար ասենք փառք Տիրոջ։ Սիրելիներ, դուք չգիտեմ, եթե ուշադիր եղաք լսակ եղբայրները Տիրոջ մոտ խոսում էին, ես կուզենամ ինչ որ լսել եմ, ուզենամ այսպես նայենք, հետաքրքիր Սուրբ Հոգու գործը այսօր եւ ծրագիրը իմ ու քո կյանքում։ Երբ որ մենք ուշադրություն դարձնում ենք եղբայրները ինչ են խոսում, մենք 100% եթե լսենք, մենք կաճենք։ Եթե չլսենք, չենք կաճի։ Դիմի, եթե ասեն այս Արտուր ախպերն է, այսի հետ, այնի մեջ, էսի աճ չի լինելու քո կյանքում։ Արսեն եղբայրը կարդաց 146 Սաղմոսից եւ խոսեց, որ ասուն հուսալը, այս մեկ էլ հիշում եք, քանի անգամ շեշտեց, որ պետք է ճանաչես։ Այսինքն, եթե մարդը մեկին չի ճանաչում, ո՞ս կարա ուսա, ժողովուրդ ջան։ Կարաս ուսաս։ Եթե մեկին չես ճանաչում, ինչ-որ բան կարաս վստահես։ Այսինքն, ինչքան կարևոր է, որ ճանաչես, որ ճանաչելով հուսաս։ Հարոտ եղբայրը, որ խոսած աղեկ անունը, բարի անունը յուղից թանկ է։ Եվ եթե հիշում եք, քանի անգամ էլի շեշտեց, ես Հիսուսին եմ ուզում։ Այսինքն, այդ յուղը, այդ ամեն բանը, մենք բարի անուն, մենք առանց Հիսուսի չենք կարող ունենալ։ Բարությունը բխում է բարության օրից։ Երբ որ ես ու դու Քրիստոսի հայտնությունը սիրում ենք, նրա ներկայությունը սիրում ենք, որ նրա հետ հաղորդ լինենք, այդ բարությունը հանգչում է մեր վրա, այդ յուղեր ամեն ինչից աղեկ է դեր։ Ամենագերագույն բանը սա է։ Հավիտենական արարիչ Աստված քեզ հետ մեկանա, դու նրա հետ ապրես, քայլես, էստրանից ուրիշ անուն չկա։ Դու եք աշխարհի լույսը, դու եք աշխարհի ինչը, աղը, որ այսօր աշխարհ առանց աղիկը փտիկ նեղի, առանց լույսի խավարի մեջ ինչ պիտի լինի։ Կորուստ պիտի գնա։ Աստված պատկերացնում եք, մեզի ինչ պատիվի արժանացրել, դու ինչպիսի պատվի ես արժանացել, որ մենք այդ արժանիքը չունեինք։ Էսի խոսում է սրա մասին։ Արմենի աղբերը խոսած, եթե դուք ուշադիր էիք, օրինակ բերեց 91 Սաղմոսից, որ ասում է ինձիք ցանկանա։ Ինչքան կարևոր է մարդը, որ ուզենա, Աստված այսօր տեսնում է, դու ուզում ես, թե չես ուզում։ Ոչ թե ուղղակի ստիպողական, այլ իրական, հոժարական, քո դրությունը դու կատարես, որ Հիսուսին ուզես, որ կյանքը նայ է, որ նա քեզ ու ինձ փրկի։ Եվ խոսես, որ 47 Եսայի 12 խոսքը, այդ խոսքը ես որ կարդացել եմ անցած կիրակի առավոտյան, իմ համար հայտնություն էր, որ այդ ջրերը սրբարանեն դուրս կգա։ Եվ այդ ջրերը ով որ խմի, նրա մեջ կյանք է լինում բժշկություն, եւ այդ ջրերը որ բխում է, Սուրբ Հոգու ջրերը որ մեր մեջ գալիս է, մեր միջից բխում է, մարդկանց կյանք է տալիս։ Այս կարևորությունը մենք պիտի մեր մեջ որոշում կայացնենք, ես ուզում եմ Քրիստոսի հայտնությունը։ Դրա համար սիրելիներ, իմ սրտում ինչ որ կա, ուզենամ ոչ որ տեսպես, որ այս ինչ որ թվարկեցի, եղբայրների խոսքի շարունակությունը, որ մենք այսօր իրական Հիսուսին ուզում ենք, թե չենք ուզում։ Որոշումը այսօր ես ու դու պետք է կատարենք։ Դրա համար Տեր Հիսուսը Հովանու ավետարանից կարդում է 14-րդ գլուխ, Հովանու ավետարան 14-րդ գլուխ, ձեզի բոլորիդ քաջ տեղյակ հայտնի տեղը, ուրեմն 21 խոսքից եմ կարդում։ Ան որ իմ պատվերներս կբռնե ու կպահե զանոն անիկա զիս սիրողը եւ ան որ զիս կսիրե իմ հոր մեզ պիտի սիրվի
Առաջին, անորին պատվերներս կբռնե։ Իմի հարց, բռնեցինք, ինչ-որ լսեցինք, էդի բռնեցինք, բայց դա դու պետք է չբավարարվես այդ բռնելով, միգուցե դուրս գաս կորցնես, ուշադիր պետք է լինես։ Պատկերացնում ես, քեզ մի թանկարժեք գանձ են տվել, դու ոնց պիտի բռնես այդ գանձը։ Այդպես միջայլոց, հա, շատ զսուշությամբ, շատ ամուր ձեռքերը ամուր պահես, անգաշտեսնեն, չգողանան, չէ, ինչքան կարևոր է, եթե բռնես ու պահես, զանիկա, անիկա, ասում է անիկա է զի սիրողը, տեսեք, մեզանից ոչ մի բան ասված չի պահանջում, ուշադիր եղեք, քեզանից ինձանից չի ասում, դու գնա, պետք է այս գործանես, այս ծառայություն ես, այս ողորմություն ես, չգիտեմ ինչ էր, գնաս, օրինակ, էլի խոսքին բարձրացի Արարատ լեռը, իջ 10 անգամ սրբվես, ես միջեր ոչ մի բան, ոչ քիմիայից, ոչ ֆիզիկայից, ոչ մի բեր չի դնում մեր վրա, ընդհակառակը, ասում է քո բերը տուր ինձ, դու ուղղակի այստեղ ինձանից ու քեզանից կախված է, շատ հանգիստ է ժողովուրդ ջան, մարդիկ որ հավատքը իրենց կյանքում այսպես դժվարությունը, դժվար չէ, ուղղակի գիտեք ինչն է դժվարը, որ ես հոժար չեմ, համաձայն չեմ, այստեղից է դժվարություն գալու, ասում է բռնիր ու պահիր, երբ որ բռնում ես, պահում ես, այստեղ ինչ կա, ինչ վատ բան կա, դժվար բան կա ժողովուրդ, բռնել և պահել, և տեսեք ինչ անում քեզի, երբ որ ես բռնում եմ այս խոսքերը պահում եմ, ինձի տանում է տեսեք ինչի, անիկա զի սիրողը, այսինքն ես երբ որ բռնում պահում եմ, ես սիրում եմ իրան, կարող եմ լեզվով չարտահայտվեմ, բայց ես իր ներկայությունը վայելեմ, սիրեմ, և սիրողը անի է, ասում է, ան որ զիս կսիրե, իմ հորմեր պիտի սիրվի, և զիս, և ես զանիկա պիտի սիրեմ, ու ինչ պիտի անեմ, ինձ զինքս անոր պիտի հայտնեմ։ Շատ կարևոր է, եղբայրները խոսացին իրենց խոսքի մեջ հայտնություն, որ լինի, ինչքան կարևոր է, որ մենք այսօր այս հայտնությունը ունենանք։ Մարդը պետք է ուզենա սիրի Հիսուսի հայտնությունը։ Հիշում եք, Արմեն աղբերներ, եթե չեմ սխալվում, Սամարացի կնոջից խոսած։ Հիմի հետարքիր է, Սամարացի կինը ոչ ծրագրավոր էր, ոչ մտածել էր, որ պետք է Հիսուսին հանդիպի, Մեսիային հանդիպի, այս մարդուն, այս կնոջը, այդպիսի կյանք էր ապրել, որ Տերն էր գիտեր, որ ինքը կորսնվում է, և Տերը հայտնվեց։ Հիմի, երբ որ հայտնված Սամարացի կնոջ կյանքում, հիմի հարցը Սամարացի կինը կսիրե Քրիստոսի հայտնությունը, թե չի սիրի, ինքը ընտրություն կատարեց, ու ինքը սիրեց, որտեղ տեսավ, որ իր ամեն բաները ի հայտ բերեց Տերը, լույսի բերեց, չէ ժողովուրդ ջան, ովքեր են սիրում լույսը, ովքեր հատում են խավարը, չէ, երրորդ տարբերակ չկա։ Դրա համար Աստծո լույսը, որ եկավ, աշխարհը լույս եկավ, ովքեր Աստծո լույսը սիրում էին, նրանք լուսավորվան, բայց խավարը չսիրեց, ինչի, որտեղ իրենց գործերը չար էին, իրենք այդ լույսի հայտնությունը չուզեցին։ Գիտեք մարդը, երբ որ մտածում է, որ ինքը արդար է, սուրբ է, փարիսեցիական բնույթ է, ինքը երբեք չի ուզում իր գահից իջնի, իր թագավորությունից եսի իջնի, Քրիստոսը նստի։ Դրա համար ինքը չի ուզում Քրիստոսի հայտնությունը, իրան ձեռ չի տալիս։ Չի սիրում Քրիստոսի հայտնությունը։ Այսօր հարցում մենք սիրում ենք Քրիստոսի հայտնությունը։ Երբ որ տեսնում ենք Տեր Հիսուսը մտավ տաճար, հայտնվավ տաճարի մեջ, ինչ էր կատարվում տաճարի մեջ, երբ որ ես իմ կյանքում բիզնես եմ անում, ես Աստված ջան, քեզի փարտամ, չգիտեմ, ծոմ եմ պահում, 10 օր տամ, ես անեմ, են անեմ, բայց դու իմ ես ինչ օրհնես, հարստություն ես, իմ անունս բարձր, դիրքս, փառքս, այս ամենը դու հովանավոր լինես։ Էսի Աստված այսպիսի պայման չունի, Աստված ուզում է, որ մենք մեզանից հրաժարվենք,
Ոյնք Աստծո տաճար ենք, ժողովուրդ ջան, եթե ես ուզում եմ Հիսուսը համաձայն եմ Հիսուս ջան, գաս իմ տաճարում, ինչ որ կա իմ ներս առևտուր, մաքրիր այդ բոլորը սեղանները, համաձայն ենք։ Հայտնությունը, օրինակ, այդտեղ ում ձեռք տվեց Տեր Հիսուսի հայտնվել է տաճարի մեջ։ Գիտեք ում ձեռք տվեց։ Ովքեր շահույթ ունեին, բիզնես էին դրել, ովքեր փարիսեցիները, որ Աստծո, յանի Աստվածապաշտ են, իրենց համարետի տհաճ են, երբ որ Տերը հայտնվեց այդ վայրը, խարզանով, բոլոր առուծախը վերացրեց, արևտերի վայր եք դարձրել իմ հորս տունը։ Ինչ է կարծում, մեր մեջ, երբ որ Տերը հայտնվում է, հին մարդին ձեր հա տալիս, չէ, ժողովուրդ ջան, մարմինը իր խորհուրդը մահ է, եւ այդ խորհուրդ մահը կյանքի միշտ հակառակ է։ Դրա համար մենք պիտի ձգտենք Քրիստոսի հայտնությունը, ուզենանք նրա հայտնությունը, որ մեր մեջ կա, մեր կյանքը փոխվի։ Որտեղ տեսնում ենք սիրելիներ, Պողոս առաքյալը ինքը իր կյանքի մեջ ինքը խոսում է, որ ես ավետարանը մարդուց չեմ արել, այլումից Քրիստոսի հայտնությունից։ Մենք այսօր պիտի այս հայտնությունը սիրենք, սիրելիներ։ Մենք տեսնում ենք Պողոս առաքյալը մի կարևոր միտք է խոսում Տիմոթեոսին, երբ որ մենք այսրա մեջ ապրենք, մենք պատրաստ կլինենք իր հետ մինչև մահը հավատարիմ լինել։ Մենք երբ որ սրան հավատանք, այս խոսքերը կենդանի խոսքեր են, սիրելիներ, ես որ ուշադրություն եմ դարձնում այս խոսքերին, իմ ներսը ուրախություն է գալիս, իմ ներսը ցնծություն է գալիս, տեսեք, ուրեմն երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 7-րդ խոսքն եմ կարդում, այսի շատ ծանոթ տեղ է։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Պողոս առաքյալը խոսում է, որ ինքը այս բարի պատերազմը պատերազմել է, եւ ոնց է ինքը բարի պատերազմը պատերազմել է Քրիստոսի հայտնությունից։ Ինքը Քրիստոսի հայտնություն առնելով, այդ խորհուրդները իրան հայտնվել է, սիրելիներ։ Ավետարան ասում է Աստծո հոգին, ասում է Աստված իր հոգին ինչ է ասում, Աստծո հոգին հայտնության հոգի է։ Ինքը այդ հայտնությունով հոգին հայտնում է մեզի, ամեն մեկից ասում է, բայց ամեն մեկին հոգին հայտնի է տալիս, ասում է, ինչով, ասում է, կուզենամ կարդալ այս համարը նոր շարունակեմ։ Առաջին Կորինթացիս, ուրեմն ժողովուրդ ջան, 12-րդ գլուխ։ Պողոս առաքյալը տեսեք ինչ ասում, բայց ամեն մեկուն հոգին հայտնություն տրված է օգտի համար։ Եթե մենք այսօր այս հայտնությունը, Աստծո խոսքը, դա ավետարանը, բարի լուրը, խորհուրդները հայտնություն պետք է լինի, եւ այդ հայտնողը Սուրբ Հոգին է։ Եթե մենք ուզում ենք, որ Քրիստոս կյանքը հայտնվի մեր մեջ, որ մեր կյանքը փոխվի, մենք պիտի դա ուզենանք։ Իսկ եթե մենք այսօր ուղղակի գալիս ենք անգիր համարներ իմանալու, մենք այդ հայտնությունները չենք կարող ունենալ։ Ինչի համար։ Որտեղ Տեր Հիսուսը Մատթեոս ավետարան 11-րդ գլխի մեջ ասեց ումն է հայտնվում այս խոսքերը։ Ումից է ծածկված գիտուներից, իմաստուներից, եւ ումն է հայտնի տղանցը, երեխաներին։ Այսինքն ինձ ինչ է հարկավոր, ես այս վերջերս սկսել եմ, Տեր, ուզում եմ երեխայի պես հավատալ։ Այս վերջերս իմ աղոթքը այսպես է, ուզում եմ երեխայի պես հավատալ։ Գիտեք, մարդը եթե երեխայի պես չհավատաց, ինքը այսօր շատ բաներ են գիտություն ձեռք են բերել։ Օրինակ 90-ական թվերին, որ մենք ապաշխարեցինք, այսքան գիտություն չկար։ Այս կար անկեղծ երեխայի հավատ եւ խոսքի հայտնությունը լինում էր ու մեզ առաջնորդում էր մինչև այսօրը այդ հայտնություններն է մեզի պահել։ Դրա համար Պողոսը մեզի խոսում է, որպեսզի ես ու դու այդ հայտնությունով ապրենք։ Եթե մենք ասում է, տեսեք Ֆիլիպպեցիս 3-ի մեջ ասում է, եթե բանն ուրիշ կերպ խորին, Աստված մեզի հայտնի։
Անգամ եթե մենք ճանապարհից ասում արդարը 7 անգամ գտնի, բայց պիտի կանգնի, եթե անգամ այդ հայտնությունը դու երեխայի պես անկեղծ հավատում ես ու դու հանկարծ շեղվում ես այդ խորհրդից, Աստված մեզի հայտնի, որ դու ճանապարհից շեղվել ես։ Բայց ով որ իրան տեսնում է ամենագետ, գիտուն իմաստուն, Աստված այս մարդկանց հետ չի գործում։ Ինչքան ուզենաս, գաս ու դրաս, Աստվածաշունչը անգիր իմանաս, Աստծո խոսքը քեզ չի հայտնվի։ Հայտնությունը դա Սուրբ Ոգին է եկել, որ հայտնի մեզի։ Դրա համար սիրելիներ, Պողոս Առաքյալ ասում է, բարի պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքը պահեցի եւ ասկի հետեւ կմնա ինձի արդարության պսակ, զոր Տերը արդար դատավորը պիտի հատուցանե ինձի այն օրը։ Բայց ուշադիր եղեք, ես ուշադիր չի ես խոսքերին, ասում է հատուցանե ինձի այն օրը, ու ոչ թե միայն ինձի, ապա այն ամենուն, որ անոր հայտնվել է սիրեցին։ Ասեք փառք Տիրոջ։ Արժի չէ Քրիստոսի հայտնությունը սիրել։ Պատկերացնում եք, երբ որ մարդը Պողոս ասում է մենակ այդ ինձի չի տրված, այդ պսակը մենակ իմ համար չէ, այս պսակը, ով որ Քրիստոսի հայտնություն սիրում է, անորն էլ է հասանելի լինում։ Ասենք փառք Հիսուսին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված մեզի կանչել է մի նպատակ ունի, որ ես ու դու իր հետ մեկանանք, մեկ դառնանք, որ մենք իրական բարի անուն ունենանք, բարի համբավ ունենանք, այդ ամեն ինչը մենք ճանաչողությունից է, Աստծուն ճանաչելուց, Աստծո վրա հույսը դնելուց, ապավինելուց նրան, մենք մեզանից կտրվենք այս հողը, եթե մենք միշտ այս հողից մեր հայացքը կտրենք, երկինքը ուղենք, մեր հույս այսինքն այնտեղ է, ասում է գանձերը որտեղ է, սիրտը դեռ այնտեղ է։ Սիրելիս, այսօր ժամանակն է, սիրենք Քրիստոսի հայտնությունը։ Երբ որ մենք սիրում ենք, Քրիստոս հայտնվում է մեր մեջ։ Երբ որ մենք ուզում ենք, նա գալիս է, նա ուզում է, որ ես ու դու այստեղից ուղղակի ոնց եկենք այդպես գնանք, այլ ուզում է հայտնվի քո կյանքում։ Քո սրտի դրանք անունած թակում է, ինչի ես այդպես լուր նստած, սիրտդ բաց, թող Քրիստոս հայտնվի, այդ լույսը թափանցի քո մեջ, լուսավորվի քո խավարանքները, լուսավորվի ողն ու ծուծը, բժշկվես, այսօր լինի այդ խոսքը կատարվի, որ ամեն հիներ անցան եւ ամեն բան նոր եղավ, ասենք փառք Հիսուսին, Տերը թող փառավորվի մեր մեջ, որ մենք սիրենք նրա հայտնությունը, փափագենք նրան, որ արի Տեր Հիսուս, արին տունս, արին սրտիս մեջ, դու բնակվի, ինչ որ կա, մաքրիր, ինչ որ խանգարող կա, արմատախիլ անես, հավիտյան դեն ես, համաձայն եմ, ես համաձայն եմ, համ Տիրոջ առաջ սիրեներ, ես հավատում եմ սիրեներ, Սուրբ Հոգին, այն հոգի, որ ուզում է, հենց այսօր, այս պահին, Սուրբ Հոգին պատրաստ է, քեզի այցելելու, դու մի նայիր քո վիճակին, Աստված գիտի, որ դու հող ես, Աստված գիտի, որ մենք հող ենք, Աստված գիտի, որ մենք պարտվելու ենք, Աստված գիտի, որ առանց իրան ոչինչ չեն կարող անել, մնաց ես ու դու իմանամ, ասենք Տեր Հիսուս, առանց քեզ ոչինչ չեն կարող, արի Տեր Հիսուս,